Բարև բոլորին, այսօր մենք խոսալու ենք ինչու ենք մենք այդքան շատ սիրում միջին թվաբանական estimator-ը, mean estimator-ը, ինչ ենք մենք այդքան շատ սիրում, որ վերնագիրը տենց կլինի այդ։ Դե մինչ քննարկել ինչի ենք սիրում, եկեք խոսանք մի քիչ bias-ից, որովհետև մենք սիրում ենք average-ը, mean-ը, որովհետև ինքը unbiased estimator-ը, ոնց որ լավ estimator-ը, unbiased, ինչա նշանակում bias, unbiased, ինչով է տարբերվում դա variance-ից, որովհետև ես էլ էի շատ խառնում ու չէի հասկանում։ Կփորձենք վիզուալիզացնել եւ հասկանալ variance-ի նշանակությունը եւ կապացուցենք նաեւ մեր unbiased mean estimator-ի ապացույցը ինչի է ինքը unbiased։ Մինչ սկսելը ապացույցը, եկեք մի քիչ խոսենք bias-ից եւ չսահմանափակվենք միայն definition-ով, այլ ասենք խորանանք իր նաեւ վիզուալիզացիայով մի քիչ պատկերացնենք, որը որ ես կցուցադրեմ։ Դե իր formal definition-ը ասում է bias-ը ինչ որ մի հատ theta n estimator-ի հավասար է, երբ որ մենք վերցնենք այդ estimator-ի expectation-ը ու հանենք իրական true պարամետրը, ինքը ոնց որ ցույց է տալի, եթե okay, դու ունես ինչ որ մի հատ պարամետր, որը պետքա approximate անես, estimate անես, ըստ քո sample-ի, կախված n-ից, մեր estimator-ը։ Եվ էսի շատ լավ բանաձև է, շատ լավ տեխնիկա է, որ ինքը քեզ ասում է ինչքանով է քո estimate-ը լավը, ինչ առումով, լոկացիայի առումով, որ մենք կվիզուալիզացնենք եւ կտեսնենք։ Այսինքն, եթե ունես ես ինչ-որ true parameter, population-ից ինչ-որ parameter, ունես այդ population-ից ինչ-որ մի հատ sample, այդ sample-ի հիման վրա դու ինչ-որ ֆունկցիայի, ասենք մաթեմատիկական ինչ-որ estimator-ի հիման վրա կատարում ես մոտարկում այս parameter-ի համար, ուզում ես հասկանաս, հիմա վերջը լավն է, այս ինչ-որ արել ես, թե չէ։ Սա եւ մեկ մեթոդ է bias։ Եթե bias-ը փոքր է, ինքը լավն է, այսինքն եթե bias-ը մոտ է 0-ին, ինքը լավն է, իսկ եթե ոչ, ապա որ լոկացիան մի քիչ այդքան էլ մոտիկ չի քո իրական true պարամետրին, ինչը որ այս դեպքում թետան է։ Ինքը ցույց է տալի հեռավորություն։ Բայց ինչով է ինքը տարբերվում variance-ից, ոնց որ ես էլ էի շատ խառնում, որտեվ bias ինքը ոնց որ էլի variance-ի ինչ որ տենց կթվա, որ միտք կա, բայց տարբերություններ կան եւ դրա համար եկեք վիզուալիզացնենք։ Ենթադրենք, ունենք ինչ-որ մի հատ պարամետր, այսի մեր կենտրոնական, իրական պարամետրն է, որը նշանակենք μ, որը այսինքն այս դեպքում մեր թետան է, էլի։ Բայց ինչ հասկանալի ինչա variance-ը, քանի որ bias-ը գրեցինք, եկեք bias-ը մի հատ քննարկենք։ Bias-ը ցույց է տալիս քո լոկացիան հարվածների, այսինքն RLS estimation, bias-ը եթե մեծ է, նշանակում է դու խփում ես եսիմուր, ասենք էսի ստեղ պետքա խփես, հա, ոնց որ ստեղ պետքա մոտարկես, ստեղ պետքա estimated լինի քո այս, բայց խփում ես եսիմուր, ինչը որ լավ չի։ Այսինքն երբ որ քո bias-ը մեծ է, քո հեռավորությունը իրական true պարամետրից ու քո, ասենք, estimation-ից մեծ է, այսինքն դու խփում ես, ոնց որ, բայց խփում ես ուրիշ տեղ։ Եթե քո bias-ը փոքր է, խփում ես դու μ-ի մոտերքում ինչ որ լավ է, այսինքն քո նպատակը ոչ միայն, նայեք, սա արդեն խոսում ենք մենք bias-ի ոնց որ իր տենց ֆունդամենտալ նշանակության մասին, երբ որ դու անում ես on average ու պետքա դու հարվածես քո իրական պարամետրին։ Շատ խոսակցական լեզվով հասկանալի ասելով, մենք խփում ենք ու պետքա հարվածենք մեր true պարամետրին։ Սա bias-ի վիզուալիզացիան է։ Եթե bias-ը մեծ է, խփում ես, չգիտեմ, ինչ որ տեղ։ Եթե bias-ը փոքր է, խփում ես տեղ։ Եթե bias-ը 0 է, ապա on average դու խփում ես այ շատ ինչ որ sense մոտիկ μ-ի հատվածում։ Եթե bias-ը շատ մեծ է, այսինքն դու խփում ես, բայց չգիտեմ ուր ես խփում, ասենք, նայեք ինչ մեծ է հեռավորությունը, ինչ մեծ է, այլ կերպ ասած, տարբերությունը իրականի ու estimation-ի միջև։ Իրականի ու estimation-ի միջև։ Variance-ը ցույց է տալի խտություն։ Գրենք bias-ը
ցույց է տալիս լոկացիա, այսինքն ցած փին անեմ էլի լոկացիա variance-ը ցույց է տալի խտություն եկեք այսպես բաժանենք variance-ը եթե մեծ է կամ variance-ը եթե փոքր է ու հեսա քննարկենք դե ասացինք bias-ը ինքը ցույց է տալի լոկացիա բայց լոկացիան վերցրեցիր okay դու արդեն ունես մոտար որտեղ պետքա խփես ասած կոպիտ ասած variance-ը ցույց է տալիս թե ինչ խտությամբ ես դու խփում ինչ խտությամբ ես դու մոտարկում ասած շատ կոպիտ ասած այսինքն եթե քո variance-ը մեծ է դու հարվածում ես տենց ցրված վիճակում variance-ը մեծ է bias-ը ենթադրենք մեծ է variance-ը մեծ է դե տեսնում ենք չէ bias-ը մեծ է ինքը հեռու է իրականից variance-ը էլ է մեծ խփում ենք ասած ինչ որ ասած տեսեք ինչ ցրված ենք խփում այսինքն երբ որ variance-ը մեծ է ցրվածությունը ավելի մեծ է ասած ինչ որ վիճակ է բայց եթե variance-ը փոքր է ու ենթադրենք օրինակ bias-ը այդ նույն bias-ով մեծ է bias-ը ասում ենք որ խտությունը փոքր է okay մենք խփում ենք մենք ոնց որ շատ կետային ենք խփում քանի որ variance-ը փոքր է բայց մենք խփում ենք yes-ի մուր որովհետև մեր bias-ը մեծ է որն է ամենալավ estimator-ը տենց բան էլի tutorial իրականում շատ տեխնիկաներ կան հասկանալու ու ոնց որ վերջնական եզրակացության գալու թե որն է լավ estimator, բայց եկեք խոսանք մենակ variance-ի եւ bias-ի սահմաններում, լավն է այն estimator-ը, որի bias-ը փոքր է, variance-ը փոքր է։ Bias-ը, դե ասենք այդտեղ նշենք variance-ը, որ կետային է ինքը, ավելի խտացված է։ Bias-ը երբ որ մեծ է, ինքը խփում ենք yes-ի մոտ։ Տեսեք, ասենք խփում ենք, լոկացիան հեռու է, բայց կետային ենք խփում։ Հիմա եթե օրինակ լիներ այս վիճակը եթե ունենայինք որ bias-ը փոքր է okay bias-ը փոքր է մենք մյուի մոտերքում ենք բայց մեր variance-ն է մեծ այդ դեպքում էլ մենք էլի խփում ենք բայց ոնց որ հա okay մյուի այսինքն մեր true parameter-ի մոտարիքում ենք խփում բայց չենք խփում այնտեղ որտեղ որ պետք է բայց եթե մեր variance-ը լիներ փոքր ու մեր արդեն գիտենք որ bias-ն է այստեղ փոքր այսինքն մենք խփում ենք ճիշտ լոկացիայում, մյուի մոտերքում եւ հենց մյուի խտացված սահմաններում։ Սենց շատ գրոտեսկի կոպիտ խոսակցական լեզվով ասելով, ոնց որ իմաստը ֆունդամենտալ էսի է։ Ունես bias փոքր, լոկացիադ մոտա մյուին։ Ունես variance փոքր, շատ կետային ճիշտ ճշգրիտ դու խփում ես այդ քո մյու true parameter-ին։ Այսինքն մենք լավա որ ունենանք bias փոքր եւ variance փոքր, որ համ լոկացիան ապահովված լինի, ասենք կարող լիներ bias-ը մեծ, մի հատ էլ եկեք անցնենք։ Կարող լիներ bias-ը մեծ, հեռու է, տեսեք հեռավորությունը։ Հեռավորությունը ինչքան մեծ է true parameter-ից։ Բայց variance-ը փոքր։ Հա, լավա որ variance-ը փոքր է, դու ճիշտ ես դու խփում, բայց լոկացիա ճիշտ տեղ չես խփում, էլի, պետքա մի քիչ ավելի մյուին մոտ լինես։ Կարող լինի ամենավատ դեպքը դե երբ որ քո ոչ միայն bias-ն է մեծ, այլ նաև քո variance-ն է մեծ, այսինքն ոնց որ խփում ես ու կպնում է ինչ որ sense այս վիճակում հերիք չի հեռու ես մյուից, մի հատ էլ խփում ես ցրված ես խփում, variance-ը մեծ է։ Լավ է երբ որ քո, տեսեք, լավ է երբ որ քո variance-ը bias-ը փոքր է, variance-ը փոքր է։ Այսի ցած մակերեսային խոսեցինք bias-ի, variance-ի, տեխնիկաների մասին։